Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր ապրիլի 11-ն է, եւ սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է, առաջինը քննարկում էր Գեորգի Թումասյանի հետ, որտեղ որ նա շատ հետաքրքիր մանրամասներով մեզ հետ կիսվեց, թե ինչպես որոշ շրջանակներ Հայաստանում կապ ունեն Լավրովի հետ եւ Լավրովի միջոցով, Լավրովի խմբի միջոցով հատուկ լոբիստական աշխատանքներ է իրականացվում Ռուսաստանի կողմից, բայց այդ կապը փոխադարձ է, նաև գիտենք, որ FSB-ի միջոցով այդ մարդիկ նաև խնդիրներ ունեն, այսինքն պետք է կատարեն իրենց վրա դրված պարտավորություններ, հակառակ դեպքում կզրկվեն ունեցվածքից եւ այլ խնդիրներ կունենան, բայց նույն ժամանակ իրենք նաև խնդրում են Լավրովին եւ Լավրովի խմբի միջոցով հասնում են նրան, որ Պուտինը արդեն Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնում է, թե ինչպես պետք է անցնեն ընտրությունները Հայաստանում եւ ինքը ինչպես է ցանկանում տեսնել ընտրությունները Հայաստանում։ Իսկական մենք այդ հարցը մանրամասն քննարկել ենք, բավականին հետաքրքիր քննարկում է, եթե չեք դիտել, անպայման դիտեք, բավականին մանրամասն պարոն Թումասյանի հետ բացահայտում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման կոչ եմ անում բոլորին բաժանորդագրվել մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, լայքեք, նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Միջայլոց փորձում եմ նաև արագ ասեմ որակի վրա ձայնի աշխատել, քանի որ ձայնի որակը շատ կարևոր է։ Մեկ բան ուզում եմ ձեզ ցուցադրել, ձեր կարծիքը շատ հետաքրքիր է։ Կարող եմ կցել մի կոճակ, որի միջոցով արդեն շատ լուրջ ծրագրավորման միջոցով արհեստական բանականության ձայնի որակը կարող է բարձրանա, բայց այն լրիվությամբ վերամշակվում է արհեստական բանականության կողմից։ Ես հիմա կմիացնեմ, տեսեք, եթե ձեր դուրը չի գալու, հաջորդ արդեն հաղորդումը առանց այդ կոճակին ենք անելու ավելի բնական ձայնով, բայց եթե շատ ավելի լավն է, ես խոստանում եմ, որ սրանից հետո այդ ձև ենք անցկացնելու մեր հաղորդումները։ Միացնում եմ։ Կոճակը միացրած է, շատ կխնդրեմ ձեր կարծիքները անպայման գրեք։ Եվ մենք սկսում ենք Հայաստանին վերաբերվող հարցերից, առավոտ տեսա, որ ներքին գործերի նախարարության մի մեծ ավտոբուս է վթարի ենթարկվել, կարծես Nissan Magnich-ի մեքենայի հետ, վարորդը մահացել էր, բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել էին հիվանդանոց, եթե չեմ սխալվում, նախնական թվով 12 վնասված ստացած անձեր տեղափոխվել հիվանդանոց։ Ընդդիմությունը սկսեց Հայաստանի արագ շահարկել հարցը, թե սա Հայաստանի վարչապետին ուղեկցող ավտոբուսներ ներքին գործերի նախարարության եւ դրա պատճառով ահա եւս մեկ զոհ է գրանցվում, բայց փաստացի պարզվում է, որ դա կեղծ տեղեկություն էր։ Այդ ավտոբուսը իրականում որևիցե կապ չուներ վարչապետի ավտոբուսին ուղեկցելու հետ եւ այդ ավտոբուսը ուղևորվում էր լորի։ Ես երբ որ առաջին անգամ տեսա այս տեղեկատվությունը, մտածեցի, որ շատ մեծ դժբախտություն է տեղի ունեցել, իմ կարծիքս չի փոխվել, դա բավականին մեծ դժբախտություն է եւ դրանից իմ մոտեցումն էլ չի փոխվում։ Այսինքն դա լիներ վարչապետին ուղեկցելիս, թե չլիներ վարչապետին ուղեկցելիս, դրանից իմ վերաբերմունքը միանշանակ չէր փոխվում եւ չի փոխվել, բայց վատը այն է, որ իրականում նման բան տեղի չի ունեցել, այսինքն վարչապետին ուղեկցելիս այս վթարը տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմություն կոչվածը եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները նույնիսկ մարդկանց ողբերգության վրա, մահվան դեպքերի վրա ցանկանում են տարածել կեղծ տեղեկություն եւ քաղաքական կապիտալ շահել դրանց։ Սա շատ լուրջ անմարդկային դրսևորում է։ Ես նույնիսկ չեմ կարող խոսքեր գտնել, որպեսզի գնահատական տամ այդպիսի սուտ տեղեկություն տարածողներին։ Լրիվ այդ մարդիկ լրիվ իրենց խելքերը թացրել են, հանուն իշխանության եւ փողի ինչ ասես չեն տարածում, փորձելով վարկաբեկել ներկայիս իշխանությանը։ Կրկնեմ, իմ մոտեցումը անձամբ դրանից թե երբ է այդ ամենը տեղի ունեցել, չի փոխվում։ Բայց կոնկրետ այն, որ Հայաստանի ընդդիմադիր կոչվածները նման սուտ տեղեկություններ են տարածում մարդկային
ողբերգության դեպքերի վրա, սա արդեն շատ լուրջ մտահոգություններ է իմ մոտ առաջացնում։ Փաստացի դուրս է գալիս, որ նրանք մարդել չեն, որ այդպիսի սուտ տեղեկություններ են տարածում։ Անցնենք մնացած կարևոր հարցերի քննարկմանը, գիտեք, Հայաստանից մտավորականների, փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների հերթական խումբն է գտնվում Ադրբեջանում եւ Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ այդ խաղաղության կամուրջ նախաձեռնության խումբը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևի հետ։ Մի քանի կարևոր ուղերձներ են եղել այդ հանդիպման ժամանակ, որոնք որ կարծում եմ կարևոր են նաեւ մեզ համար։ Հանդիպման ընթացքում Հաջիևը մասնակիցների հետ քննարկել է մի շարք հարցեր եւ պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունները զարգանում են եւ դրանից բացի Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը նույնպես։ Նա ընդգծել է, որ չիպ նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային եւ ընդհանրապես տարածաշրջանային դինամիկան։ Շեշտադրվել են նաեւ խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները եւ վստահության ամրապնդման միջոցառումների կարեւորությունը։ Ընդհանուր առմամբ դրական կարող ենք գնահատել այդ հաղորդագրությունը։ Իրոք շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական գործիչները միմյանց հետ շփվեն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ բնական է եւ շատ կարևոր է ու շատ բան է փոխելու այն, երբ Հայաստանի մտավորականները, հասարակական գործիչները, քաղաքական գործիչները, լրագրողները, փորձագետները նույնպես շփվում են միմյանց հետ։ Հաջորդ հարցը։ Մենք ստանում ենք տեղեկություն, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանը բավարարել է Դարիքին II պաշտպանի բողոքը։ Այսինքն նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը բացակայելու արգելքի մասով հանվել է, վերացվել։ Ճիշտ ասած չեմ հասկանում ինչ է տեղի ունենում եկեղեցու շուրջ։ Փաշինյանը խոսում էր, շատ էր խոսում եկեղեցու խնդիրների շուրջ եւ նրա շուրջ, որ Դարիքին II-ը պետք է հեռացվի իր պաշտոնից, Պետրոս Ներսիսյանը, եւ վերջին շրջանում մենք չենք տեսնում, որ շատ ակտիվ այդ հարցը քննարկվում է։ Այդ հարցը Հայաստանի իշխանությունները կարծես կամաց տանում են մարման։ Հնարավոր է սա ինչ-որ նախընտրական process-ների հետ է կապված, չեմ կարող ասել, բայց շատ լավ կլիներ, որ Հայաստանի իշխանությունները հետեւական գտնվեին այս հարցի շուրջ, չեմ կարող ասել ընտրություններից առաջ թե հետո, բայց այս հարցին ես լրիվ այլ տեսանկյունից եմ նայում, բազմիցս ասել եմ իմ կարծիքը եւ միանշանակ հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա նոր առաջնորդ, նոր հայրապետ, նոր ամենայն հայոց կաթողիկոս։ Հայաստանի շուրջ հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, եթե քննարկենք, գիտեք, շատ երկար կարող ենք քննարկել, բայց ես ուզում եմ քննարկել ձեր ժամանակը եւ միանգամից անցնենք թե ինչ է այն հարցին, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Սկսենք Դոնալդ Թրամփի հայտարարություններից, հետո արդեն կամաց անցնենք ավելի լուրջ հարցերի, քանի որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նրա գործողությունների վրա են հիմնում, ոչ թե հայտարարությունների, բայց հայտարարությունները չեն կարող անտեսել ախր։ Ուրեմն ինչ է ասում Դոնալդ Թրամփը։ Իրանցիները կարծես չեն գիտակցում, որ իրենք ոչ մի հաղթաթուղթ չունեն։ Կերպին հաղթաթուղթերից է խոսում Դոնալդ Թրամփը։ Միջազգային ջրային ուղիների միջոցով աշխարհից շորթելուց բացի։ Այսինքն ասում են, որ դա միակ իրենց հաղթաթուղթն է։ Եվ լավ են, իմիջայլոց այդ հաղթաթուղթը, խաղաթուղթը օգտագործում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, որը որ սիրում է օգտագործել այդ հայտարարությունը Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքերով այսօր նրանց ողջ լինելու միակ պատճառը դա բանակցություններն են։ Այսինքն ասում է, որ եթե Իրանի քաղաքակրթությունը ես չոչնչացրին, ինչպես որ խոստանում էր, դա այն է, որ իրանցիները համաձայնվեցին բանակցություններ վարել։ Հետո Թրամփը ասում է այն, որ ավելի ճիշտ 7 ոստին տված հարցազրույցում ասում է, որ մենք հիմա նոր ինքնաթիռներ ենք ուղարկել տարածաշրջան, նոր ռումբերով, նորագույն զենքերով, ամենալավագույն զենքերով, որ աշխարհը մինչև հիմա չի տեսել, եւ եթե պայմանավորվածությունները ձեռք չբերվեն, մենք ամեն ինչ
կպայթեցնենք, կոչնչացնենք մոտավորապես ահա այդ ոճի մեջ։ Դրանից բացի մենք տեղեկանում ենք իրոքայի մասին, որ բազմաթիվ նոր ինքնաթիռներ, նավեր գալիս են Մերձավոր Արևելք, այսինքն հրադադար է, իրոք հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ։ Ու ոչ միայն զինտեխնիկա, ինքնաթիռներ, այլ նաև զինվորականներ են, նոր զինվորականների քանակի, խմբականակի է մոտենում Մերձավոր Արևելքին թվով 2000 հոգի։ Մենք քննարկել ենք բազմիցս այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժեր ամենաէլիտար ստորաբաժանումները, տարբեր տեսակի ստորաբաժանումներ բավականին մեծ թվով արդեն վաղուց գտնվում են Մերձավոր Արևելքում, եւ իրոք տեսնենք, թե ինչպիսի իրադարձությունների զարգացում է տեսնելու տարածաշրջանը։ Բայց կարևոր է նշել այն, որ հենց հիմա արդեն մեկնարկել են բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, դրա մասին նույնպես հայտարարեց Դոնալդ Թրամփը, բայց մինչև դա Իրանի խորհրդարանի խոսնակ Գալիբաֆը հայտարարությամբ հանդես եկավ երկու հստակ նախապայմանով, որ Լիբանանի նկատմամբ հրադադարը պետք է տեղի ունենա, այսինքն ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, եւ Իրանի արգելափակված ակտիվները նույնպես պետք է ազատվեն։ Հակառակ պարագային ոչ բանակցություն չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք տեղեկանում ենք, որ Սպիտակ տունը կապ էր հաստատել Արաբ Իսրայելի հետ եւ Իսրայելի վարչապետից պահանջել էր այս փուլում դադարեցնել ռազմական գործողությունները ընդդեմ Հեզբոլլահի։ Դրանից բացի այդ ակտիվները իրանական կարծես թե նույնպես արգելքը համբել է դրանց վրայից։ Հաստատ ոչ ոք չի կարող ասել, բայց կարծես թե նման բան կա, որ բանակցությունները ընթանում են, այսի տեղեկատվություն ունենք։ Այսինքն իրանական կողմի նախապայմանները Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահի դրությամբ ընդունել են։ Դրանից բացի տեղեկություններ ունենք Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին, այս մասին էլ Reuters-ն է հաղորդում, որ չնայած նրա, որ բավականին լուրջ վնասվածքներ ունի դեմքի հատվածում, ինչպես նաև ոտքերի հատվածում, այնուամենայնիվ նա գիտակցության մեջ է եւ ղեկավարում է երկիրը։ Իմիջայլոց իրանական ակտիվների մասին տեղեկությունը նույնպես հաղորդում է Reuters-ը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի համաձայնվել են եւ հանել են արգելափակումը իրանական ակտիվների վրայից։ Դրանից բացի տեղեկություններ կան Հորմուզի նեղուցի մասով, ասում են, որ մոտ 5 նավ վերջին ժամերին կարողացել է անցնել Հորմուզի նեղուցով, բայց կան բավականին լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրները հնարավոր է կապված են ականապատման հետ, այսինքն Իրանը ականապատել է Հորմուզի նեղուցը եւ շատ արագ դժվար թե կարողանան այն բացել, չնայած Թրամփն խոսում է այսպես թե այնպես Հորմուզի նեղուցը կբացվի, այն կբացենք, բայց երևում է, որ ականապատված է Հորմուզի նեղուցը, որոշ ականների տեղը Իրանը գիտե, այսինքն որոշ ականներ ամրացված են, իսկ որոշները գտնվում են այնպիսի իրավիճակում, որ կարող են գնալ այս կողմ, այն կողմ, այսինքն ջրերի մեջ են եւ կարող են կապնել լավերին, դրա համար կան խոչընդոտներ։ Իմիջայլոց օրեր առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, թե մենք կբացենք Հորմուզի նեղուցը հաշվի առնելով տեխնիկական արգելքները նույնպես, այսինքն տեխնիկական արգելքների պատճառով այդ process-ը դժվար է առաջ ընթանում։ Հիմնականում այսքանը Իրանի մասով, բայց ես կարծում եմ հետաքրքիր շատ կարևոր տեղեկություններ մենք արդեն շուտով ունենանք եւ նոր քննարկում կանցկացնենք, ուղղակի նախքան դա որոշեցի ձեզ հետ կիսվել այս պահի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով Ուկրաինայի մասով էլ հետաքրքիր զարգացումներ կան։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Բուդանովը ասել է, որ շատ հնարավոր է շատ շուտով խաղաղություն արդեն հաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ինչ որ process-ներ ընթանում են։ Ես Գեորգի Թոմասյանի եւ զրույցի ժամանակ նույնպես ասացի, որ ռուսական պատվիրակության ղեկավարը, որ միշտ բանակցություններ է անցկացնում, գտնվում է Վաշինգտոնում եւ տարբեր հանդիպումներ է ունենում։ Չնայած նրա, որ Պիսկովը եւ Կուշները մեծ որ նա հիմնականում բանակցում է, հիմա գտնվում են Իսլամաբադում, բայց այնուամենայնիվ ինչ որ բանակցություններ
գախնի ընդհանուն N։ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր, այսինքն ոչ թե նոր, այլ այն պատժամիջոցները, որ տանել էին Ռուսաստանի վրայից մեկ ամսով, այդ պատժամիջոցների անելը, որը վերաբերում էր նավթին, մեկ ամսով էր, այսօր արդեն լրանում է դրա ժամկետը եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները եւ Ռուսաստանի Դաշնությունը ուզում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին երկարաձգի դա երկարաձգի պատժամիջոցներով հանելու հարց։ Այսինքն պատժամիջոցներ չմտցվեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հիմնականում այս բանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։